Ձեր կարծիքով ինչն է պատճառը Հայաստանում սպանությունների այսքան մեծ քանակի։ Պատճառը մենակ մի հատ անտերություն։ Ոչ տերկա, ոչ տիրական, ով ինչ ուզում անում է։ Հաշյանի երկիր այսքան էլ ազվել։ Այսինքն իշխանությունն է պատճառը։ Բա կարող է ես եմ պատճառը։ Այդ հանցագործությունը ես եմ կատարում, թե նա։ Այդ թողությունն է, չէ՞ որ կատարում եմ։ Իսկ խնդրի լուծումը ինչպես պետք է տրվի։ Խնդրի լուծումը օրենքները խստանալը էական չի, որ ասենք օրենքները հոյակապ օրենքներ են։ Եթե կիրառեն, խնդիրը կիրառելն է։ Հասկանում եք։ Այս թե որն է կարևորը։ Գիտեք ինչ, իր ժամանակին Շարլ դե Գոլը լսած կաք։ Ֆրանսիայի նախկին պրեզիդենտ, այն ասել է։ Եթե իշխանությունը գտնվում է պատահական մարդկանց ձեռքին, նրանց ղեկավարած երկիրն էլ դառնում է պատահական։ Հասկանում եք։ Իսկ հիմա մեր երկրում իշխանությունը գտնվում է պատահական մարդկանց ձեռքին, որ են լսած կա Քաշնազարը դե Հանճարեղ Դեմիրճյանին։ Քաշնազարի նման եկել են իշխանության, նստել են այս ոչխարների գլխին ու ասում են գալեք այս կողմն անցեք, գալեք այն կողմն անցեք։ Ու այս անողնաշարն էլ այս կողմ են անցնում ու այն կողմ են անցնում։ Ու ոչ ոք չի ասում, արա, այս ինչ ես անում։ Այնպես որ այս երկրին մենակ մի հատ ուսյան է պետք, որ են պագանայի միտողի մաքրի սրանց սաղին տանի, այն դեպքում երկրում կարգել կլինի, կանոնել կլինի, սպանություններն էլ կքչանան, հանցագործություններն էլ կքչանան, սա գալիս է դրանից։ Ինչն է պատճառը Հայաստանում այսքան շատ սպանությունների, որ գրեթե ամեն օր մարդ են սպանում։ Ձեզ ձեռք են։ Ինչ ձեր չեն տվել, ուրեմն չեն սպանում։ Սա Ռուսաստանն եկել է ստե, ամենաանվնաս տեղը, ամենախաղաղ տեղը ստեղա։ Այդ ոնց են եկել սպանում մարդկանց։ Այսինքն սպանություններ չեն լինում։ Մանից են գալիս թե։ Լավ է, էլի ստե ինչ ա եղել։ Սպանություններ չեն լինում, այսինքն։ Ինչ սպանություն այ մարդին սպանություն։ Իմ հետ որ շատ խոսես, այնքան բան կսովորես, որ էլ չասած։ Կարող եք ասել։ Ավելավ մեր ով որ իմ հետ խոսել է արդեն սենց գլուխը պտտվում է։ Կարող եք մեզ էլ ասել։ Ինչ։ Ձեր կարծիքով որն է Հայաստանում այսքան շատ սպանությունների պատճառը։ Այսքան շատ սպանությունների պատճառը, որ անկեղծ ասեմ, չեմ կարող ասեմ, կա մարդ, ասենք ինչ-որ բանից ելնելով անում, կա մարդեր, որ չգիտեմ, ուղղակի գազանությունն է պատը, երևի թե մարդկանց մեջ։ Հայաստանում այսքան շատ սպանությունների պատճառը ձեր կարծիքով որն է։ Ժողովուրդն է մեղավոր։ Ինչ սպանիլավեր է։ Ձեր կարծիքով Ես երկու բառով ասեմ, այս սուտի պետության մեջ ոչ մի հարցի չեմ պատասխանում։ Դե տարակել է սա, Դե տարակել է սա, ինչի մասին ուզում ես եղանակից, այդ էլ արհեստական չեմ հավատում ստե։ Հայաստանում այսքան շատ սպանությունների պատճառը որն է։ Չեմ կարող ասել, բայց չեմ կարծում, որ կրիմինալը այդքան շատացել է, հակառակը պակասել է իմ աչքին։ Ես այստեղ չեմ ապրում, մի քանի օր է եկել եմ եւ Հայաստանը տեսնում եմ ծաղկած, թե ինչն է կրիմինալի պատճառը չեմ կարող ասել։ Այսինքն ամեն ինչից գոհ եք, ոչինչից չեք բողոքում։ Նույնիսկ հիացած եմ։ Ձեր կարծիքով որն է պատճառը Հայաստանում այսքան շատ սպանությունների։ Գրեթե ամեն օր մարդ են սպանում։ Սպանություն կա ստե, ասում են շատ լավ տեղ է, աշխարհի ամենավստահելի տեղն է, ամեն ինչ կա։ Հարցը տալիս եք իմ համար զարմանելի է, Ամերիկայեր չէ, Ամերիկա իրար շատ են սպանում, բայց այդտենց որ լսել եմ, շատ լավ, շատ հարմար ամենի համար, շատ վստահելի տեղ է։ Սպանում են մարդկանց իրար չէ, չեմ կարծում։ Իրար միտեղ խանգարում են ժողովուրդը, վստահելի չի, այսինքն ստե։ Ես 40 տարի առաջ եկա որ Հայաստանում ապրվի, դրամարինքս Պարսկաստան եմ ծնվել, բայց ասում եթե երկրից ուզենամ դուրս գամ, անպայման պետք է գամ Հայաստան։ Եթե 40 տարի առաջ որ եկա, շատ դժվար էր այստեղ կյանքը, շատ բաներ հարմար չէր, չկարողացի մնայի։ Հետ գնացի Պարսկաստան, հիմա 2 օր, 3 օր որ եկել եմ ստի, ինչքան փոփոխություն եմ տեսի համեմատ 40 տարի առաջ։ Այնքան սիրացել եմ, հիմա
պետք է եդեթամ չեմ ուզում եդեթամ, ուզում մնամ։ Վաղ ընտրություններ լիներ կմասնակցեիք։ Բացարձակապես ոչ։ Որովհետև ես չեմ ցանկանում ինձ ապուշի տեղ դնեմ։ Դուք տեսաք արդյունքը ինչ եղավ։ Այսինքն կարծում եք, որ արդյունքը պլանավորած էր արդեն։ Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմ ճանապարհով ոչինչ չի փոխվի։ Հայաստանի Հանրապետությունում միայն մի ճանապարհ կա՝ հեղափոխություն։ Իր ժամանակին գերմանական ֆաշիզմի հայրը Մուսոլինի լսածքակ այդ Մուսոլինին ասել է. դիկտատորները կամավոր չեն հեռանում, նրանց վռնդում են, հասկանում եք, իսկ հիմա մենք գտնվում ենք փաշայանական դիկտատուրայի ուժի ազդեցության տակ, եւ Փաշայանը կյանքում կամավոր 10 փեդով ծեծես չի հեռանա, 10 փեդով ծեծես, որտեղ նա հրաշալի գիտի, հանգարժի թե գնաց, նրա հետևանքները շատ վատ կլինի, էլ ոչ ոստիկանություն կլինի, որ իրան պաշտպանեն, ոչ դատարան, ոչ դատախազություն, հասկանում եք։ Դրա համար նա ատամներով կպահի այդ երկիրը, իր գործը, իր աշխատանքը, իր պաշտոնը, որպեսզի հետո իր համար մեծ խնդրեմ չլիներ։ Եվ հետո գիտեք ոնց, նայեք ուրեմն իր Նապոլեոնը լսած կաք, այդ Նապոլեոնը հավաքում է իրեն մարշալներին, այնտեղ Մյուրատն է, Դավուն է, Լարինգտոնն է, Բերտիեն է եւ ասում է նայեք, քանի ես իշխանության գլուխ եմ, դու մարշալ կլինես, դու միլիոններ կունենաս, դու դվարեսներ։ Որ օրը ինձ վռնդեցին, դու մարշալությունից կզրկվես, դու դվարեցներից, դու մնացած բաներից։ Դրա համար ատամներով ինձ պահեք, ես մնամ որպես Նապոլեոն, որպեսզի դու դվարեց ունենաս, դու մարշալ լինես, դու հարստություն։ Այնպես որ Փաշայանի բանդան հրաշալի հասկանում է, որ Փաշայանը եթե գնաց, հանկարծ գնաց, նրանց հետևանքը իրան կվռնդվեն։ Նախ սկսենք ամենակարևոր բանից, ընդդիմությունը դա ընդամենը ատառ է։ Ընդդիմությունից բացարձակապես ոչինչ չի մնացել, որտեղ չկա գոյություն շուն, ընդամենը ատառ։ Դրա համար Փաշայանը ինչ ուզում անում է, որտեղ ոչ իմանի համար պատասխանատվություն չի կրում, բացարձակապես չի կրում։ Կաթողիկոսը կալանավորում պատասխանատվություն չկա։ Չգիտես ընդեղ էլ ինչ ասեմ դրա հերոսությունները, մարդկանց կալանավորում պատասխանատվություն չկա։ Դուք հասկանում եք, ես չգիտեմ ինչքանով է դա հավանական, բայց 500 երեխու արյունը, զինվորի արյունը, իր ձեռքերի վրա է, բայց ոչ պատասխանատվություն չի կրում։ Այնպես որ ոչ մի լավ բան չի սպասում այս երկրին։ Մի 3 տարի էլ Հայաստանը կտալանվի, Հայաստանը կքանդվի, եւ 3 տարի հետո թե Հայաստանը ինչ կլինի չգիտեմ։ Թե պարոն Պուտինը բարի գտնվի, այս անտեր երկրին տեր կանգնի, ինչ որ բան կփոխվի։ Բայց եթե հանգարտ չնայած չեմ հավատում, որ նա թողի Հայաստանը վերջապես իր սահմանն, նա մի այդ պահի ուրիշ ոչ մի բան, բացարձակապես ոչ մի լավ բան այս երկրում չի սպասում։ Այդ տեսեք, կենդանի դիակներ են քայլում են, կենդանի դիակներ, բայց չգիտեմ, որ իրանք արդեն սատկել են, հասկանում եք, անտարբեր, յաններն անջատած,